Բաքվում Եվրախորհրդի գրասենյակի ղեկավար Պետեր Ցիխը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան բողոք է ներկայացվել կապված մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վերջերս կայացրած հայանպաստ վճռի հետ։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ներկայացնենք մանրամասները, ինչի մասին է խոսքը։ Անցած շաբաթ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Ստրասբուրգում կայացրեց վճիռ, որը կապված էր 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած հանցագործության հետ, խոսքը մայոր Հայկ Տորոյանի եւ նրա զինակիցների սպանության ու գլխատման մասին է։ Դատարանը հաստատել է այն, որ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը եւ անտեսել է խոշտանգումների արգելքը։ Կայացված վճռում մանրամասն նկարագրվում է, թե ինչպես էին հատուկ ջոկատայինները նախ գերեվարել հայ զինվորականներին, այնուհետ վիրավորել նրանց եւ վիրավորված դեռ կենթանի մարդկանց գլխատել, որից հետո պղծել են նրանց դիակները։ Ընդ որում այնուհետ նաև նպատակ հավանաբար ունենալով հարազատներին որքան հնարավոր է շատ տանջանք պատճառել, հրաժարվել են նրանց գլխատված մարմինների հատվածները հանձնել հարազատներին։ Պարզ է, որ այս գործողությունները որևէ կերպ կապված չեն եղել պատերազմում դրված նպատակի հետ, ռազմավարական կամ մարտավարական որևէ խնդիր նման մեթոդներով չեն լուծում։ Եվ նաև դա հաշվի առնելով մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանի պետությունը պարտավոր է որպես հատուցում տուժածների հարազատներին վճարել 90,000 եվրո։ Նշեմ, որ այս հանցագործությունը ապացուցվել է հենց ադրբեջանցիների կողմից սոցցանցերում տարածված նյութերի շնորհիվ։ Այդ հատուկ ջոկատայինները լուսանկարներ էին տարածում հպարտանալով իրենց կատարած հերոսությամբ, ընդ որում դա միակ նման դեպքը չէ։ Հիշում ես Քրիստինե, երբ Քարամ Սալոյանին գլխատած ադրբեջանցիները այդ տեսանյութը տարածում էին համացանցում եւ հպարտանում էին իրենց արածով։ Այս անգամ այդ ենթասպա Սերհան Մամեդովը, ով գլխատել էր մայոր Թորոյանին, ժամանակին դեռ դեպքից ամիսներ առաջ սոցցանցերում տարածում էր մի լուսանկար, որում նա պատկերված էր Ռամիլ Սաֆարովի հետ։ Այսինքն այդ անձնավորությունը ողջ գիտակից կյանքի ընթացքում երազել է հայերի գլուխներ հատել, ինչպես անում էր իր կուռքը։ Եվս մի շատ կարևոր հանգամանք։ 2016 թվականի հունիսի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով այդ անձնավորությունը Սերհան Մամեդովը պարգևատրվել է արիության համար շքանշանով։ Արտյոմ, այդ կապակցությամբ ինչ են ասում Բաքվի իշխանությունները։ Հետաքրքիր է, որ Ադրբեջանի մամուլը կասկածի տակ չի դնում այս դեպքը, որ իսկապես նման բան եղել է։ Չեն պնդում, որ դա սուտ է, բայց պնդում են, որ վճիռը, որը կայացրել է մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, արդար չէ եւ հայամետ հայերի կողմից հովանավորված որոշում է։ Եվրախորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավար Պետեր Ցիխին արտգործնախարարություն բողոքի նոտա են ներկայացրել, իսկ Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում նշվում է, որ այդ վճիռը արդար չէ, օբյեկտիվ չէ եւ հակասում է միջազգային իրավունքին։ Փորձում են ապացուցել, թե իբր այդ վճիռը հակասության մեջ է մտնում 2015 թվականին նույն դատարանի կողմից կայացված Չիրագովը ընդդեմ Հայաստանին կոչվող գործով կայացված վճռին։ Այդ վճիռը իբր թե ճանաչել է, որ Արցախը Ադրբեջանի սուվերեն տարածք է։ Եթե անգամ այդպես լիներ, արդյոք մարդու իրավունքների Եվրոպական դատարանը պատրաստ է իրավունք տալ Ադրբեջանին իբր թե իրենց տարածքում հայերին գլուխներ կտրել եւ այդ ամենը ներկայացնել որպես բնական երևույթ։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ այս վճիռը, Արտյոմ։ Ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը չի կատարի այս վճիռը, ոչ մի հատուցում չի վճարի, քանի որ վաղուց արդեն Ադրբեջանը անտեսում է, արհամարում է մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կայացրած որոշումները։ Բայց ինքը փաստն է այս վճռի շատ կարևոր։ Այն ապացուցում է, որ Ադրբեջանի վարած պատերազմը ոչ թե արդար ազատագրական պատերազմ էր, այլ ագրեսիվ պատերազմ, որում մեթոդները ըստ էության եղել են ռազմական հանցագործություններ։
Այս վճիրը առաջինն է 23 նման բողոքներից գործերից, այսինքն արժևում եւս 22 նման գործերի քննությունն է։ Եվ սա շատ կարևոր նախադեպ է։ Եթե մնացած որոշումները նույն չափ արդարացի լինեն եւ դրանք հետևեն նաեւ արդեն 44-օրյա պատերազմի վերաբերյալ բողոքները, հետագայում անգամ հնարավոր կլինի Ադրբեջանին միջազգային պատժամիջոցների ենթարկելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Ես պետք է նշեմ, որ Հայաստանը այս գործերում որպես կողմ հանդես չի գալիս, համենայն դեպս Հայաստանը մինչ պետական բողոքներ չի ներկայացրել եւ բոլոր այս գործերում նախաձեռնողները եղել են անհատ իրավապաշտպաններ, իսկ Հայաստանը լավագույն դեպքում որպես երրորդ կողմ է ներկայանում, բայց անկախ նրանից Հայաստանը որպես պետություն բողոք ներկայացնում է, թե ինչ-ինչ պատճառներից ելնելով որոշում է ձեռնպահ մնալ, միջազգային կառույցները պատրաստ են օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանի կողմից այս կատարվող հանցագործություններին եւ պատրաստ են հետեւողական լինել այս հարցում։ Հայաստանի ակտիվության աստիճանը այս դեպքում կարևոր է, բայց իրավապաշտպանները եւ անհատները առանց Հայաստանի պետության ուղղակի մասնակցության եւս անելիք ունեն եւ կարող են հաջողության հասնել։ Շնորհակալություն, Արտեմ։